հարց։ Եթե այդքան պրո-հայկական պրոյեկտ է, այսպես կոչված Թրամփի տրասը եւ այն գործարքը, որը կնքվել է Վաշինգտոնում, բա ինչի է Ադրբեջանը, ինչի է Ալիևը հայտարարում, որ չտայիք, ես պատերազմով կվերցնեի, կա Ալիևը այս գլոբուսի ամենամեծ հայնա, ամենամեծ հայամետնա, չենք իմացել, ուզում էր պատերազմով անգամ հայկական օրակարգ սպասարկել, այնպես որ բոլոր նրանք, ովքեր ես գիտեմ ինձ պատմեցին Մեղրիում ինչ-որ այդ Թրամփի տրասի վրա բուտկաներ են առնում, ռեմոնտ են անում եւ այլն, ես շատ վատ լուր ունեմ ձեզ համար, թուրք-ադրբեջանական տանդեմը իրանց պրոյեկտներում հայկական օրակարգ, հայ տնտեսվարող չի նախատեսում։ Հայ էլ չի նախատեսում, ոնց որ Ալիևը ասեց, Ալիևը հայտարարեց, որևէ ադրբեջանցի այդ ճանապարհին որևէ հայի դեմք չպիտի տեսնի, այլ հարց է, եթե դուք որոշել եք ազգափոխվել, կրոնափոխվել, որ Ալիևը պրոբլեմ չունենա ձեր հետ, դա այլ հարց է։ Տեսեք, ինչ է ասել։ Կներեք մի հատ էլ ավարտեմ հայի եւ հայկականության հետ կապված, որ այն մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն կամ չեն ուզում ճշմարտությունը լսել, որովհետև ճշմարտությունը ցավոք սրտի ցավալի է, ճշմարտությունը դառնա, իրանք ուզում են, որ անընդհատ դու իրան սենց պոզիտիվ, լավ ինֆորմացիաներ տաս, բացեք Միլի Մեջլիսի կայքը եւ լսեք Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ով ասեց մենք ամեն ինչ պիտի անենք տարածաշրջանում, որ Հայաստան անունով պետություն չլինի, հայկական հետքը պիտի վերացվի, որովհետև հայը եւ Հայաստանը վտանգ են ընդհանրապես տարածաշրջանի կայունությանը եւ տարածաշրջանի զարգացմանը։